Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր մեր հաղորդումը այս ֆորմատով ենք անցկացնում, քանի որ ես գտնվում եմ Թբիլիսիում, շատ կարևոր հանդիպումների եմ ԵԱՀԿ-ի, սակայն նույն ժամանակ որոշեցի անպայման ձեզ համար պատրաստել այս հաղորդումը, քանի որ շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի շուրջ եւ ոչ միայն Հայաստանի շուրջ, այլ նաեւ աշխարհում հիմա շատ կարևոր հետաքրքիր զարգացումներ կան, բայց ավանդության համաձայն սկսենք խոսել Հայաստանին վերաբերող հարցերից, հետո արդեն նոր անդրադառնանք Ուկրաինային եւ նրան, թե ինչ է տեղի ունենում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ։ Կարևոր է ասել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հիմա գտնվում է Էստոնիայում, այնտեղ տարբեր տեսակի հանդիպումներ են արդեն անցկացվել էստոնական կողմի հետ, նաև հանդիպում է եղել Էստոնիայի արտգործ նախարարի հետ, հայ համայնքի հետ, հոգևորականների հետ։ Էստոնիան չափազանց կարևոր երկիր է Հայաստանի համար, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ինչպես նաև Լեհաստանը, դա այն երկրներն են, որոնք որ չափազանց կարևոր դեր ունեն Հայաստանի մերձեցման համար Եվրոմիությանը, քանի որ նրանք բավականին կարևոր ձայնի իրավունք ունեն եւ հետ խորհրդային երկրների հետ նրանց շփումները ավելի ակտիվ են եւ իրենք կարծես թե ավելի շատ են շահագրգռված, որ հետ խորհրդային երկրները ավելի մերձենան Եվրամիությանը եւ այս առումով չափազանց կարևոր է Նիկոլ Փաշինյանի այցը Էստոնիա։ Այսօր նաեւ Հայաստանի այցելում Վրաստանի նախագահ Կավելաշվիլին նա այդ պաշտոնում առաջին անգամ է այցելում Հայաստան, հիշում ենք քանի օր առաջ նրա առաջին այցը տեղի էր ունեցել Բաքու, հետո Հռոմի Պապի թաղման արարողությաններն ամեկնել արդեն Վատիկան եւ հիմա այցելում է Հայաստան։ Միշտ խոսել ենք նրա մասին, թե որքան կարևոր են հայ-վրացական հարաբերությունները եւ սրանք լոկ խոսքեր չեն, քանի որ իրոք շատ կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար, հատկապես Հայաստանի համար շատ կարևոր են հայ-վրացական հարաբերությունները եւ Վրաստանը այն երկիրն է, որի միջոցով Հայաստանը հնարավորություն է ունենալու սև ծովով կապնվել Եվրամիության երկրների հետ։ Եվ այս առումով ես միշտ խոսել եմ այն մասին, որ չափազանց կարևոր է, որ բոլոր հակասությունները, տարաձայնությունները, այն ատելությունը, որը որ տարբեր ուժերի կողմից գեներացվում է հայ-վրացական հարաբերությունների ուղղությամբ, այդպիսի ուժեր կան թե Վրաստանում, թե Հայաստանում եւ թե Վրաստանից ու Հայաստանից դուրս եւ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանից եւ Վրաստանից դուրս, որոնք որ փորձում են թշնամանք առաջացնել այս հարազատ տարերով լավ հարաբերություններ ունեցող ժողովուրդների միջև, չեմ սիրում եղբայրական խոսքը օգտագործել, այդ խոսքը այնքան են ժամանակին օգտագործել Հայաստանի նախկին իշխանությունները, որ կարծես թե աղավաղվել է այդ խոսքը, դրա համար խուսափում եմ եղբայրական խոսքը օգտագործել, բայց ասեմ, որ չափից դուրս սերտ կարևոր հարաբերություններ են միշտ մեզ կապել Վրաստանի հետ, Վրաստանի ժողովրդի հետ, եւ այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում հայ-վրացական հարաբերությունների մեջ, միայն ու միայն ողջունելի է։ Եվ միանշանակ մեծ կարիք կա, որպեսզի այդ հարաբերությունները ավելի զարգացվեն։ Բայց մեծ բայց կա այստեղ, Վրաստանի իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, բնականաբար Հայաստանի մասով ավելի քիչ, Վրաստանի մասով ավելի շատ, որ ատելության խոսքը ընդհանրապես վերածվի հայ-վրացական հարաբերությունների միջից։ Վրաստանում ավելի շատ, քանի որ Վրաստանում ավելի շատ է ցավոք սրտի հայատյացությունը, Հայաստանում էլ կա նման բան, բայց շատ ավելի քիչ, եւ պետք է լուրջ աշխատանք տարվի, նաեւ քաղաքական գործիչները պետք է մեծ ջանքեր գործադրեն, հասարակական հատվածը, լրատվամիջոցները, որպեսզի ատելության խոսքը նվազի եւ մենք միշտ հիշենք մեր դարավոր պատմական կապերի մասին։ Մեր կապերը իրոք շատ մեծ են։ Չեմ ուզում հիմա կրկին պատմական էքսկուրս սկսել, բայց ես լավ ծանոթ եմ Հայաստանի, Վրաստանի պատմությանը եւ գիտեմ, թե որքան բան է մեզ կապում, որքան ընդհանուր հարցերով, որքան ընդհանուր թելերով են կապված Հայաստանի եւ Վրաստանի պատմությունները։ Հայաստանի մասով կարող եմ նաեւ ավելացնել այն, որ Ադրբեջանի
Պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Սա արդեն երկար ժամանակ է շարունակվում է, մենք բոլորս գիտենք եւ տեսնում ենք։ Այդ առումով կարծես թե նոր ոչինչ չունեմ ասելու, շատ վատ է, որ նման ապատեղեկատվություն է կրկին տարածում ադրբեջանական կողմը։ Արժի խոսել կարծում եմ Փեզեշկյանի այցից Բաքվում չափազանց կարևոր հայտարարություններ է արել Մասուդ Փեզեշկյանը, Իրանի նախագահը, որը որ վերաբերվում է նաև Հայաստանին։ Ադրբեջանական լրատվամիջոցները փորձել են պրովոկացիոն հարցեր տալ Փեզեշկյանին, թե ինչ է նա մտածում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կապակցությամբ, եւ Փեզեշկյանը հստակ ասել է, որ պետք է հարգեք ձեր հարևանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային պահանջներ չունենաք հարևանների նկատմամբ, եւ Իրանը տրամադրում է տարածք, որպեսզի Ադրբեջանը կարողանա կապվել Նախիջևանի հետ։ Այսինքն, ինչ վերաբերվում էր իրեն, դա է ասել Փեզեշկյանը, որ մենք ձեզ տալիս ենք ճանապարհ, կարող եք անցնել դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը տալիս է թե չէ, արդեն դա Հայաստանի գործն է, բայց Փեզեշկյանը նաև խոսել է այն մասին, որ չափազանց կարևոր է, որ կոմունիկացիաները ապաշրջափակվեն, առևտուր սկսվի երկրների միջև եւ դա կլինի լավ հիմք խաղաղության համար տարածաշրջանում։ Կարծում եմ, որ չափազանց կարևոր հայտարարություններ է արել Փեզեշկյանը, բայց խոսել է նա նաև Լեռնային Ղարաբաղից, հստակ պաշտպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի մասով, բայց շատ կարևոր է այստեղ նշել, որ նույն ժամանակ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին եւս հստակ հանդես է եկել հայտարարություններով, ինչպես ես արդեն նշեցի։ Մի շարք պայմանագրեր են ստորագրել Ադրբեջանը եւ Իրանը, խորացրել են իրենց համագործակցությունը։ Ընդհանուր առմամբ կարծում եմ շատ կարևոր եւ լավ հայտարարություններ է արել Փեզեշկյանը, որոնք որ մեծ հաշվով կարծես թե մեզ ձեռնտու են։ Հայաստանի մասով հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, կարևոր է այստեղ նաեւ նշել այն, որ Կայա Կալասի հասցեին քննադատությունները շարունակվում են Եվրոպական միության պատգամավորների կողմից, ինչը բնականաբար շատ լավ է, նրա այցից հետո Բաքու, այս մասին ես եւս խոսել եմ, հիմա ամենայն հավանականությամբ այց է կազմակերպվելու նաեւ Հայաստան այդ ճնշման ներքո, դա եւս ես դրական եմ համարում, բայց մյուս կողմից կարևոր է, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունենա Եվրամիության հետ, որպեսզի քիչ ավելի բեռնապետության կողմը գնա, չնայած որ բեռնապետական համակարգերը հիմա այնտեղ գերիշխում են, գիտենք մենք այդ մասին, բայց լավ է, որ Եվրամիության հետ խորացնեն հարաբերությունները, դա ավելի ստաբիլ տարածաշրջան է մեզ թույլ տալու ունենալու։ Այդ առումով ես այդ կարծիքին եմ, հնարավոր է սխալվում եմ, դուք էլ կարող եք գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, բայց ես այդպիսի պատկերացումներ ունեմ համենայն դեպս, սակայն չափազանց կարևոր է, որ մեկ հարթության վրա չդիտարկվեն Հայաստանը եւ Ադրբեջանը, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ուզում է հստակ գնալ դեպի Եվրամիություն, օրենք է ընդունել այդ մասով եւ բավականին լուրջ քայլեր է իրականացնում այդ ճանապարհի վրա, նույնիսկ Վրաստանը համեմատելի չի Ադրբեջանի հետ, սար ու ձորերի տարբերություն է եւ այս առումով օբյեկտիվ չէ Հայաստանը կամ նույնիսկ Վրաստանը համեմատել Ադրբեջանի հետ։ Դա եւս շատ կարեւոր է, որ մենք ֆիքսենք եւ հասկանանք։ Ինչ վերաբերվում է միջազգային կարևոր լուրերին, հիմա ուշադրությունը ամբողջ աշխարհի սևեռված է Ուկրաինայի եւ Հնդկաստանի եւ Պակիստանի ուղղությամբ, այնինչ տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ, իրոք մեզ հուշում է, որ մեծ աշխարհակաղակական փոփոխություններ են տեղի ունենում։ Դոնալդ Թրամփի հանդիպումը Զելենսկիի հետ Սուրբ Պետրոսի տաճարում շատ բան է փոխել։ Դոնալդ Թրամփի մոտ տպավորությունները լուրջ ձևով փոխվել են, դա հասկացել են նաեւ ռուսները։ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որ նա հիասթափված է Ռուսաստանից, որ հնարավոր է Վլադիմիր Պուտինը չի ուզում խաղաղություն եւ իրեն փորձում է խաբել եւ այլն, դրանք ազդել են փաստացի Ռուսաստանի վրա, նաեւ այդ հանդիպումները, դրա համար նույն օրը Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց, որ իրենք կարողացել են ազատագրել Կուրսկի շրջանը։ Այդ հայտարարությունը հենց կոնկրետ Դոնալդ Թրամփի հանդիպման եւ հայտարարությունների հետ կապ ունի։ Դրանից բացի արդեն փաստացի պաշտոնապես ընդունել ռուսական կողմը, որ հյուսիսկորեական զինվորականները կռվում են Ռուսաստանի բանակում, դա ընդունել է Հյուսիսային Կորեան,
խոստովանել նաև Վլադիմիր Պուտինը, այնինչ 1 տարի առաջ հստակ երգում էին, ասում էին, որ սուտ է։ Հիմա փաստացի դա ընդունել է հենց Ռուսաստանը։ Եվ դրանից բացի հստակ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը հասկանում է, թե ինչ փոփոխություններ տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ, այսինքն մենք նաև Ռուսաստանի արձագանքից եւ գործողություններից կարող ենք հասկանալ, թե որքան ամեն ինչ լուրջ է եւ հստակ Ռուսաստանի Դաշնությունը հիմա հայտարարում է, որ առանց նախապայմանների նույնիսկ պատրաստ են բանակցել ուկրաինական կողմի հետ, ու Պուտինը քիչ առաջ նաև հայտարարեց, որ ամսի 7-ից մինչև 11-ը Ռուսաստանը հայտարարում է հրադադար նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմին, բայց այստեղ եւս մենք հասկանում ենք, թե ինչի է դա արվում, քանի որ Դոնալդ Թրամփը լուրջ հիասթափված է եւ ասում է, որ երկրորդական պատժամիջոցներ կարող է մտցնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գազի, նավթի, բանկային համակարգի, ինչը նշանակում է այն, որ խնդիրներ ունենալ նաև Հայաստանը։ Չափազանց կարևոր է սա հասկանանք։ Հայաստանը, հնարավոր է նաև մասամբ Վրաստանը, Ադրբեջանը, քանի որ այդ գազը տրանզիտով անցնում է նաև Վրաստանով, գնում է դեպի Հայաստան, եւ դա եւս կարծում եմ պատահական չէ, որ հիմա Հայաստանը բանակցել է Թուրքմենստանի հետ նույն գազի մասով, քանի որ եթե այդ պատժամիջոցները կիրառվեն, շատ լուրջ պատժամիջոցներ են լինել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ու եթե Հայաստանի Հանրապետությունը սկսի գազ կրկին ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունից, ապա լուրջ պատժամիջոցների տակ կհայտնվի նաև Հայաստանը։ Ու ահա սա է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնությունը այդպիսի հայտարարություններ է անում, հրադադար է հաստատելու ամսի 7-ից մինչև 11 մայիսի։ Ուկրաինայի արտգործ նախարարությունը արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որ ինչի սպասել մինչև ամսի 7-ը, եթե իրականում ուզում են հաստատել հրադադար, թող հենց հիմա հաստատեն եւ գոնե առնվազն 30 օրով հաստատեն հրադադար, բայց մենք տեսնում ենք, որ չէ։ Դրանից բացի կարևոր է այստեղ նշել, որ Մարկո Ռուբիոյի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Լավրովի, Ռուսաստանի Դաշնության արտգործ նախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույցը տեղի ունեցել, քննարկել են կոնկրետ այդ հարցը եւ Ռուբիոն հայտարարում է, որ այս գալող շաբաթը վճռական է լինելու ռուս-ուկրաինական պատերազմի համար, այսինքն այս մեկ շաբաթվա մեջ ավելի պարզ կդառնա խաղաղություն է հաստատվելու Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, թե ոչ։ Գերմանիայի պաշտպանության նախարարը եւս հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել, հաստատած ինչ որ միտեղ քննադատելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Ուկրաինային զիջումներ է պարտադրվում։ Դոնալդ Թրամփի հայտարարությունների մեջ կրկին եղել է Ղրիմին վերաբերող մաս, եւ նա ասում է, որ Զելենսկին հասկանում է, որ Ղրիմը կորցրել է, եւ ինքը համաձայն է փաստացի, որ Ղրիմը չի լինելու Ուկրաինայի տարածքում, այսինքն մոտավորապես այդպիսի հայտարարություններ է արել Դոնալդ Թրամփը, ինչից մենք արդեն հստակ եզրակացություններ կարող ենք, թե մոտավորապես ինչ հարցեր են բանակցվում։ Այս մասին եւս սիրելի հայրենակիցներ, մենք բազմիցս միասին խոսել ենք եւ քննարկել ենք, եւ հստակ տպավորությունը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջնաժամկետ են տվել Ռուսաստանի Դաշնությանը, Վլադիմիր Պուտինին, եւ դա է արդեն մեզ հուշում Դոնալդ Թրամփի եւ Մարկո Ռուբիոյի հայտարարությունները եւ Ռուսաստանի նախագահի գործողությունները, նախ Կուրսկի մասով հայտարարությունները, որ Կուրսկը ազատագրել են, երկրորդը այդ հյուսիսային կորեացի զինվորականների մասին հայտարարությունները եւ խոստովանությունները, որ իրենք ներկա են Ռուսաստանում, եւ երրորդը այդ հրադադարի մասով, որով որ ամսի 7-ից մայիսի մինչև 11-ը Ռուսաստանը հայտարարել է հրադադար եւ պատրաստ է առանց նախապայմանների բանակցել ուկրաինական կողմի հետ։ Հիմա այս ամենը մեզ հստակ հուշում է այն, որ Վլադիմիր Պուտինը կրկին փորձում է տպավորություն գործել Դոնալդ Թրամփի վրա։ Բայց երևում է հստակ այն, որ մեկ շաբաթվա մեջ հնարավոր է սպասեն նաեւ այդ հրադադարին, դա էլ չեմ բացառում մինչև մայիսի կեսը ձգեն այս գործընթացը, բայց շատ մոտ է արդեն այն ժամանակը, երբ հստակ պարզ կդառնա Վլադիմիր Պուտինը գնում է խաղաղության, թե ոչ, եւ տարբեր երկրներից, հատկապես եվրոպական երկրներից կոչ են անում, որպեսզի Պուտինը գնա խաղաղության։ Ու ահա այս ֆոնին մի քանի հայտարարություններով է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նա մեղադրել է Եվրոպային, որ օգնում են Ուկրաինային, հրահրում են պատերազմ,
այնինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվում են այդ ամենից, որ Ուկրաինան մեծ բեռ է դառնալու Եվրամիության համար, շատ վատ է լինելու, եթե Եվրամիության անդամ դառնա եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերվում է Հնդկաստանին եւ Պակիստանին, այստեղ եւս հետաքրքիր տեղեկություններ կան մեզ հետաքրքրող հատկապես այն մասով, որ Թուրքիան սկսել է զենք ուղարկել Պակիստանին, հատուկ ռումբեր է ուղարկում, բայրակթարներ է ուղարկում եւ շատ այլ զենատեսակներ է ուղարկում։ Գիտենք, որ Իսրայելն էլ Հնդկաստանին է սկսել օգնել։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Պակիստանը չի հարձակվելու Հնդկաստանի վրա, այսինքն իրենք չեն ցանկանում պատերազմ։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հնդկաստանի վարչապետը, ասելով, որ Կաշմիրը խաղաղ էր, խաղաղություն էր արդեն հաստատվում, ինչը շատ անդուր էր ահաբեկիչների համար եւ նրանք ուզեցին, որպեսզի անհանգիստ դառնա Կաշմիրը, դրա համար այդ ահաբեկչությունը կազմակերպեցին եւ հիմա տեղի ունենում այնինչ տեղի ունենում։ Դրանից բացի շատ կարևոր է նշել, որ լուրջ զորավարժություններ է անցկացնում նաև Հնդկաստանը, հատկապես ռազմածովային ուժերը Հնդկաստանի ցույց են տալիս, թե որքան խորն են նրանք պատրաստ գնալ եւ այս առումով կարծես թե Պակիստանի եւ Հնդկաստանի միջև լարվածությունը չի նվազում եւ հիմա ամբողջ աշխարհը սպասում է, թե ինչպես է հանգուցալուծվելու այս լարվածությունը Պակիստանի եւ Հնդկաստանի միջև։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, վաղը երևի առավոտյան մենք, չգիտեմ, կհասցնենք թե չէ նոր հաղորդում միասին անելու, ամեն դեպքում եթե չստացվի վաղը առավոտյան հաղորդում պատրաստել ձեզ համար, ապա վաղը երեկոյան կփորձենք անպայման կրկին հաղորդում պատրաստել ձեզ համար։ Հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։